Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, օրհնում եմ բոլորիս Հիսուս Քրիստոսի սուրբ անունով։ Հայր Աստված, խնդրում եմ քեզ, բացես կապանքները մեր մտքերի, մեր սրտերի, մեր կամքի, մեր լսելիքների վրայից, Տեր, որպեսզի քո խոսքը կարողանանք ընդունել։ Սուրբ Հոգի Աստված, դու ես միակը, որ կարող ես մեր սրտերի, մեր մտքերի հետ աշխատել։ Քեզ ա տրված զորությունն ու կարողությունը, Տեր ջան, քանդելու կապանքները եւ համոզելու մեզ, որ մենք մեղավորներ ենք եւ որ Աստծո բարկությունը եւ դատաստանը մեր վրա է, որպեսզի մենք ձգտենք հասկանալ եւ ընդունել Աստծո արդարության համակարգը եւ ոչ թե մեր կարծիքները։ Տեր, օգնի մեզ այսօր շարունակելու Հռոմեացիների նամակի ընթերցանությունը եւ հասկացողությունը եւ այս ամենը թող մեր մեջ ծնի հնազանդություն ճշմարիտ ավետարանին։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Վերադառնում ենք Հռոմեացիների նամակի ընթերցանությանն ու մեկնաբանությանը ըստ իմ հովիվ Էբո Էսելի։ Երեք մենք խոսեցինք, որ Աստվածաշնչում ռասաներ չկա, կա մեկ մարդկային ցեղ եւ երկու խումբ մարդիկ, հրեաներ եւ հեթանոսներ։ Հրեաները իրենցից ներկայացնում են ոչ թե միայն ազգություն, այլ Աստծո ուխտի մեջ գտնվող մարդիկ։ Եվ հիմա այդ ուխտի մեջ գտնվում են թե ծնունդով հրեա եւ Քրիստոսին հետևորդները, քրիստոնյաները, եթե իսկապես Քրիստոսին են պատկանում, մնացած մարդկությունը կոչվում են հեթանոսներ։ Ու ասեցինք, որ Հռոմեացիների նամակի առաջին գլխի 19-ից 32 խոսքերում հատվածում Պողոսը ցույց է տալիս հեթանոսների անաստվածությունն ու անարդարությունը, իսկ հետո երկրորդ գլխում ցույց կդնի հրեաների, այսինքն Աստծո ժողովրդի անաստվածությունն ու անարդարությունը։ Եվ այսպիսով ավետարանը ասում է, որ Աստծո բարկությունը ողջ մարդկության վրա է։ Ողջ մարդկությունն է մեղավոր, ամեն մեկս։ Հիմա կարդանք այդ հատվածը։ Պողոսը սկսում է ասելով. որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծո մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Աշխարհի ստեղծումից ի վեր Աստծո աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով։ Արդ նրանք որևէ արդարացում չունեն, քանի որ Աստծուն ճանաչելով նրան որպես Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցին, ասելով թե իմաստուն են, հիմարացան եւ անեղծ, այսինքն չստեղծված, ինչ որ մեկի ձեռքով չստեղծված Աստծո փառքը փոխեցին եղծերի մարդու թռչունների, չոր քոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։ Ինքներդ կարդացեք Հռոմեացիների նամակը։ Այն շատ խորն է եւ մենք հասկանալու շատ բան ունենք։ Պողոսը բացատրում է, թե ինչու է Աստծո բարկությունը ամբողջ մարդկության վրա։ Ինչու է Աստծո բարկությունը իմ ու քո վրա։ Այս հատվածում նա հատկապես խոսում է հեթանոսների մասին, Աստծո ուխտից դուրս գտնվողների մասին։ Նա ասում է, որ Աստծո մասին որոշակի գիտելիք կա, որը պարզ է ու բացահայտված է բոլոր մարդկանց համար։ Կա Աստծուց եկող եւ Աստծո մասին գիտելիք, որը հասանելի է յուրաքանչյուր մարդու, թե անցյալում, թե ներկայում, առանց որևէ բացառության։ Մինչև շարունակելը ասեմ. 8 տարի առաջ ես հեթանոս էի։ Այսօր ես Աստծո ժողովուրդ եմ, որտեղ ես Քրիստոսին եմ հավատում ու վստահում իմ կյանքը։ Այսինքն ուզում եմ հասկանաք, հեթանոս հասկացողությունը կարա փոխվի, եթե մենք ընդունում ենք Քրիստոսին։ Հեթանոս չի նշանակում դրանք ուրիշ մարդիկ են, դրանք մենք ենք։ Եթե մենք կեղծ ձևով ենք անգամ Քրիստոսին ճանաչում, մենք հələ հեթանոս ենք։
Այսօր մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ մարդիկ իրենց հայտարարում են աթեիստ կամ ագնոստիկ։ Աթեիստները ասում են, որ Աստված գոյություն չունի, ընդհանրապես հերքում են Աստծո գոյությունը։ Ագնոստիկները ասում են, որ բավարար ապացույց չկա Աստծո գոյության համար, կամ որ իրենց ավելի շատ գիտելիք է պետք հավատալու համար, որ Աստված կա։ Բայց հիշենք, որ Հռոմեացիների առաջին գլխի 18-րդ խոսքում ասվում է, որ նրանք ճնշում են ճշմարտությունը իրենց անիրավությամբ։ Այստեղ ճշմարտությունը վերաբերում է Աստծո մասին ճշմարտությանը, Աստծո ճշմարտությանը։ Նրանք ճնշում են այն, այսինքն կա որոշակի գիտելիք, որ նրանց եւ յուրաքանչյուր մարդու հասանելի է, բայց նրանք գիտակցաբար ճնշում են այն։ Ամեն մարդ ունի այդ գիտելիքը, եւ ասվում է, թե ինչու ամեն մարդ ունի այդ գիտելիքը, որտեղ Աստված այն ցույց է տվել նրանց։ Հիշեք, Պողոսը ինքն իրենից չի խոսում, Պողոսը ուղարկված է Քրիստոսի կողմից, հատուկ ուղերձ մեզ փոխանցելու, այսինքն այս ուղերձը Քրիստոսն է մեզ տալիս, Սուրբ Հոգով, Սուրբ Հոգին է տալիս Պողոսի միջոցով։ Սրանք Պողոսը իր գլխից չի հնարում։ 19-րդ խոսքում ասվում է, որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծո մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Աստված է հայտնել այս գիտելիքը ամեն մարդու։ Աստվածաբանության մեջ կա Աստծուց եկող հայտնության երկու տեսակ։ Մեկը կոչվում է բնական կամ ընդհանուր հայտնություն, իսկ մյուսը հատուկ հայտնություն։ Այստեղ Պողոսը խոսում է բնական ընդհանուր հայտնության մասին։ Այս բնական ընդհանուր հայտնությունը գիտելիքը Աստված հասանելի է դարձրել ողջ մարդկությանը առանց բացառության։ Պողոսը շարունակում է 20-րդ խոսքում ասելով, որ Աստծո անտեսանելի հատկությունները կան, բայց դրանք բացահայտվել են ստեղծված բաների միջոցով։ Այսինքն կան բաներ Աստծո մասին, որոնք աչքով տեսանելի չեն, բայց այդ անտեսանելի բաները կարելի է հասկանալ, դրանք կարելի է ճանաչել Աստծո ստեղծագործության, արարչության միջոցով։ Այսպիսով Պողոսը խոսում է բնական ընդհանուր հայտնության մասին։ Նա ասում է, որ Աստված դատաստան եւ բարկություն է բերում մարդկության վրա, որտեղ մարդիկ ճանաչեցին Աստծուն, բայց չընդունեցին նրան որպես Աստված։ Բնական այս ընդհանուր հայտնությունը վերաբերում է Աստծո այն գիտելիքին, որը հասանելի է բոլոր մարդկանց, բոլոր ժամանակներում, ստեղծված աշխարհի եւ մարդու խղճի միջոցով, որտեղ մարդու խիղճն էլ Աստված է տվել։ Այդ ընդհանուր է, որտեղ հասանելի է բոլորին։ Յուրաքանչյուր մարդ, ով երբևէ ապրել է, ապրում է կամ կապրի, ունեցել է, ունի եւ ունենալու է այդ գիտելիքը։ Աստված այն պարզ է դարձրել նրանց համար, Աստված ցույց է տվել դա յուրաքանչյուր մարդու։ Կրկին ավետարանը, երբ որ մենք լսում ենք կամ քարոզում ենք, պիտի սկսենք Աստվածաշնչյան հիմքից։ Երբ ինչ-որ մեկը ասում է ես աթեիստ եմ, մենք Աստված չկա, մենք հասկանում ենք նրանց ասածը, բայց իրականում մենք նաև հասկանում ենք, որ Աստվածաշունչն ասում է, նրանք ճշմարտությունը չեն ասում, նրանք գիտակցաբար ճնշում են ճշմարտությունը։ Սուրբ գրքի համաձայն մեղավոր բնույթով մարդը բնականաբար ճնշում է ճշմարտությունը, իսկ մենք բոլորս ունենք մեղավոր բնույթ։ Ես ժամանակին ճշմարտությունը ճնշող եմ եղել, 8 տարի, 9 տարի առաջ ընդամենը։ Բնական հայտնությունը, ընդհանուր հայտնությունը վերաբերում է այն գիտելիքին, որը Աստված տալիս է ստեղծագործության եւ մարդկային խղճի միջոցով։ Ամեն հասարակություն այս աշխարհում, ամեն սերունդ
ունի ինչ-որ բարոյական համակարգ։ Նրանց խիղճը գործում է։ Դու կարող եք գնալ ամենահեռավոր ամազոնյան անտառներ և այնտեղ նույնպես կգտնեք որոշակի բարոյական կանոններ և խիղճ։ Որտեղից է այդ բարոյական կանոնները նրանց մեջ։ Նրանցից շատերը դեռ չունեն Սուրբ Գիրքը գուցե։ Նրանք չեն կարդացել Աստվածաշունչը։ Այսինքն նրանք չունեն հատուկ հայտնությունը, որ եկել է Աստծո այդ խոսքով։ Բայց ունեն բարոյական չափանիշներ, որտեղից է դա գալիս։ Աստված այն դրել է նրանց խղճի և գիտակցության մեջ։ Այսպիսով բնական հայտնությունը վերաբերում է նրան, ինչ Աստված ցույց է տվել մեզ արարչության, ստեղծագործության միջոցով և իհարկե այն, ինչ կոչվում է խիղճ, բարոյական օրենք, որը Աստված դրել է մարդկության սրտում, ամեն մարդու սրտում։ Հիմա եկեք տեսնենք մի օրինակ Սաղմոսներից։ Սաղմոս 19-ի առաջին խոսքում ասվում է. երկինքը պատմում է Աստծո փառքը, և երկնքի հաստատությունը հռչակում է նրա ձեռքի գործերը։ Այսինքն Աստծո ստեղծագործությունը, արարչությունը, բնությունը, մենք, մեր մարմինը։ Խոսքը միայն անտեսանելի աշխարհի մասին չէ, այլ հենց երկնքի, ամպերի, աստղերի, արևի, լուսնի, տարածության, ժամանակի, ամեն ինչ, կենդանական աշխարհը։ Երկինքը հայտարարում է նրա ձեռքի գործերը։ Օրը օրին խոսք է հաղորդում, և գիշերը գիշերին գիտություն է ցույց տալիս։ Զրույց չկա և խոսքեր չկան, լսելի չէ նրանց ձայնը, բայց նրանց հնչյունը դուրս է գալիս ամեն երկիր և նրանց խոսքը մինչև աշխարհի ծայրերը։ Իհարկե այստեղ օգտագործվում է պատկերավոր լեզու։ Ասվում է, որ նրանց ձայնը տարածվում է ամբողջ երկրով մեկ և նրանց խոսքերը մինչև աշխարհի ծայրերը։ Տեսնում եք, թե որքան համընդհանուր է բնական հայտնությունը, այն հասնում է ամբողջ աշխարհին, այն թաքցված չէ, այն բացահայտ է։ Այսպիսով, երբ Պողոսն ասում է, որ ինչ որ Աստծո մասին կարելի է իմանալ, բացահայտված է ու պարզ է ամեն մարդու համար, որովհետև Աստված ցույց է տվել նրանց, նա նկատի ունի Աստծո ստեղծագործությունը, արարչությունը, Աստծո անտեսանելի հատկությունները, որոնք երևում են ստեղծված աշխարհում։ Սա է կոչվում ընդհանուր կամ բնական հայտնություն, որ Աստված տվել է ամեն մեկին։ Այն համընդհանուր է։ Աստված բառերով չի խոսում այս դեպքում, բայց իրականում Աստված խոսում է այս ամենի միջոցով։ Աստված խոսում է արարչության միջոցով և մեր խղճի միջոցով, բաներ, որ ինքն է մեզ տվել։ Դրանք բացահայտում են Աստծո գոյությունը ու հատկությունները։ Եվ այս բնական գիտելիքը, ընդհանուր հայտնությունը բավարար է մեզ պատասխանատվության կանչելու և մեզ պատասխանատվության դատաստանի ենթարկելու համար։ Բայց այս բնական ընդհանուր հայտնությունը բավարար չէ մեզ փրկելու համար, բայց բավարար է մեզ պատասխանատվության կանչելու և ենթարկելու համար։ Դատաստանի օրը, որը նշանակված օր է, ոչ ոք չի կարող արդարանալ ասելով, թե չգիտեր Աստծո գոյության մասին։ Աթեիստ մարդ, հասկացի կամ ագնոստիկ, ով որա ես, գուցե ձեր երեխաներն են այդպիսին։ Դու չես կարող կանգնել Աստծո առաջ ու ասել. ես չգիտեի քո գոյության մասին։ Ինձ համոզել էին, որ դու չկաս։ Հիշում եք, ես միշտ այդ հասարակ օրինակը բերում եմ։ Դարեր շարունակ գիտնականները պնդում էին, որ երկիր մոլորակը քառակուսի է։ Բայց դա չէր փոխում այն փաստը, որ երկիր մոլորակը կլոր էր։ Դարեր հետո հասկացան։ Հիմա դու կանգնելու ես դատաստանի առաջ, Աստծո առաջ, տեսնես Աստծուն ու ասես,
Վայ, բայց ես գիտեի, թե դու չկայիր, դա քեզ չի արդարացնելու, դու չես կարող դա ասել, որովհետև Աստված դա պարզ է դարձրել քեզ բնության, արարչության միջոցով և քո խղճի միջոցով, դու ճնշում ես ճշմարտությունը քո անիրավությամբ, դու ավելի շատ դատաստան ես քո գլխին ավելացնում։ Հիմա մի ուրիշ օրինակ, պատկերացնենք, որ դուք տուն եք գալիս և տեսնում եք, որ ձեզ նվիրել են նոր մեքենա, մի հատ մեքենա է ձեր հայաթում կանգնած, ձեր անունն էլ վրան գրված։ Ոչ մեկը չի մտածի, թե այդ մեքենան ինքն իրեն է առաջացել։ Մենք բնականաբար այն կապում ենք պատճառահետևանքի հետ, որ ինչ-որ մեկը դա արել է։ Ու ոչ ոք չի կարծում, որ մետաղը ինքն իրեն հավաքվել է ու դարձել է մեքենա, ու հետո ինքն իրեն եկել կանգնել է մեր տան առաջ։ Բայց ինչպես հետո կտեսնենք, մարդիկ տարբեր պատճառներով փորձում են հերքել Աստծո գոյությունը, չնայած որ Աստված բացահայտել է ամեն մարդու իր մասին անհրաժեշտ գիտելիքը, անհրաժեշտ հայտնությունը։ Մենք այնքան խափնված ենք, որ ասում ենք, որ այս ամեն ինչը ստեղծվել է մի հատ պայթյունից, որ այս ամեն համակարգված, իմաստուն, գիտությամբ լցված բան ստեղծվել է ինքն իրեն, որ դրա հետևում կանգնած չէ զորավոր, գիտելիք ունեցող իմաստուն մեկը։ Այդ աստիճան մենք խափնված ենք։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ Աստված գոյություն ունի։ Այդ գիտելիքը Աստված դրել է մեր խղճի մեջ և ցույց է տվել իր ստեղծագործության միջոցով։ Գիտեք, միշտ ասում են, աթեիստ չկա, երբ որ երկնքում սամալյոտը սկսում է ընկնել։ Մի հատ աթեիստ չի մնում, բոլորը Աստծուն են դիմում։ Երբ որ քո երեխեն մահվան դռանն է հասնում, մի հատ աթեիստ չկա, սաղ ասում են, եթե կա, բախի չփրկեց, այսինքն դուք գիտեք, որ կա։ Բայց դուք չեք ընդունում նրա զորությունը, բայց ակնկալում եք, որ փրկի։ Ամեն մարդ իր այն ամենադառը պահին դիմում է Աստծուն, գիտակցաբար, թե անգիտակցաբար, բայց դիմում է, որովհետև մեր խղճում գրված է, որ կա Աստված, բայց մենք ճնշում ենք։ Աստված հայտնի է դա դարձրել ամեն մեկին, բոլոր այսպես կոչված անհավատներին և հավատացյալներին։ Եվ այս արտահայտությունը Աստված դա հայտնի է դարձրել նրանց, նշանակում է, որ Աստված ակտիվորեն գործում է, որպեսզի իր ստեղծագործությունը իմանա իր գոյության մասին։ Սա պասիվ գործընթաց չէ։ Աստված չի թաքնվել, փորձելով մեզ խաբել։ Նա ակտիվորեն ցույց է տալիս իր գոյությունը մարդկանց։ Մենք նույնիսկ կարիք չունենք ապացուցելու մեկին, որ Աստված գոյություն ունի, որտև Աստված արդեն դա անում է իր ստեղծագործության և այդ մարդու խղճի միջոցով։ Օրինակ, աթեիստները հաճախ դիմում են բարոյական օրենքի գաղափարին, բայց եթե դու ընդունում ես բարոյական օրենքը, ապա ընդունում ես նաև օրենք տվողի գոյությունը, սակայն քանի որ նրանք հերքում են Աստծո գոյությունը, ստիպված են այդ օրենքը վերագրել մարդկային խղճին, բայց այդ դեպքում հարց է առաջանում, որտեղից է եկել այդ խիղճը և այդ խղճի մեջ եղած բարոյական օրենքը, որտև Աստված է այն դրել մարդու խղճում, որտև Աստված դա հայտնի է դարձրել յուրաքանչյուր մարդու համար։ Նա ցույց է տվել իր գոյությունը ամբողջ ստեղծագործության մեջ, և մարդիկ դա գիտեն, նրանք գիտեն, բայց ճնշում են ճշմարտությունը իրենց անիրավությամբ։ Հիշենք, Սուրբ Հոգին Պողոսի միջոցով փորձում է մեզ բացատրել, թե ինչու է Աստծո բարկությունը հայտնվել մարդկության վրա, և նա սկսում է ասելով, որ Աստված հայտնեց իրեն, պարզեց իրեն և տվեց որոշակի գիտելիքներ։ Վաղը կխոսենք երկու տեսակ գիտելիքների մասին՝ հատուկ Սուրբ Գրքից եկող և ընդհանուր կամ բնական գիտելիքի մասին։
Այսքանը այսօր Աստված օրհնի եւ պահպանի մեզ եւ քանդի ամեն աթեիստության, ագնոստիցիզմի կապանքներ մեր վրայից, որ մենք դադարենք ճշմարտությունը մեր անիրավությամբ ճնշող մարդիկ լինել, որպեսզի դատաստանի օրը Հիսուս Քրիստոսի արյունով արդարացված մարդիկ լինենք, այլ ոչ թե մարդիկ, որ ասեն լեռներ թափվեք մեր գլխին, որ ինչ որ ձևով կարողանանք պահկվել Աստծո ցասումից, որից չենք կարող թաքնվել։ Այսքանը այսօր։ Ամեն։